ինչ ա եղել մինչև պայթունը։ Տիեզերք կա թե չկա։ Ասում են անծայրացիր անսահման տիեզերք։ Այդ տիեզերքը ի՞նչ է։ Մենք այս տիեզերքը ամբողջապես ընկղմված է այդ տարածության մեջ, որը կազմված է այդ անզանգված մասնիկներից։ Մարդը կարա այս տարի ավելի երիտասարդ լինի, քան նախորդ տարի։ Հայությունը որպես հնագույն արարված տեսակ այդ հասկացողությունները ինքը ստացել է։ Ես տենց էլ չհասկացա, եթե արարիչ կա, ապա ինչ տեսքով կա։ Արարիչ կա, ինքը որպես քվանտային համակարգիչ է, աստվածները խոսել են հայերեն, դրա մեջ մեծ իմաստ կա, ստեղծում է այսպես կոչված աուրա, ես այդ աուրայի մեջ շարունակությունն եմ, հայրենիքը դա է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր հյուրընկալել ենք ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանին։ Բարև եք եկել։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Գևորգյան, մենք ենք շնորհակալ, չափազանց հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու եւ այսպես ընդունված է հետեւյալ տեսակետը աշխարհի արարման ստեղծման։ Մեծ պայթյունից առաջացել է տիեզերքը, հետո արարիչ ստեղծել է երկիրը, մեր աշխարհը, ըստ աստվածաշնչյան պատումի 6 օրերի ընթացքում, ամեն օր արարելով մի երևույթ՝ մարդ, բնություն, ջրեր, գետեր։ Արդյոք կիսում եք այս տեսակետը եւ ի սկզբանե ի վերջո ինչն է ստեղծվել։ Շնորհակալություն, ուրեմն այն, որ եղել է պայթուն, դա բխում է 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ, դա բխում է Էյնշտեյն Դավիթ Հիլբերտ այդ հավասարումից, որը ցույց է տալի, որ ասենք ինչ որ պահ ամբողջ տիեզերքը կենտրոնացված է եղել մի հատ շատ փոքր սինգուլյար կետում, որի մատերիայի խտություն տեղ հասել է 10-98 աշան գրամ սանտիմետր խորանարդ եւ ինչ-ինչ պատճառներով դա պայթել է եւ մենք փաստորեն 19-րդ դարից սկսած ուսումնասիրում ենք այդ պայթման հետքերը, այսինքն այդ հավասարումը երբ որ սկսեցինք ուսումնասիրել, առաջացավ տարբեր պատկերացումներ մեր տիեզերքի զարգացման, առաջացման եւ այլ այս հարցերի վերաբերյալ, որը իհարկե երկու լուրջ տրամաբանական խոչընդոտ ունի, համենայն դեպս իմ համար, առաջի խոչընդոտը դա նա է, որ ասենք ցանկացած դեպի պայթուն դա վերջինաշով այսպես ասած էքստրեմալ շարժման ձև է, իսկ շարժումը հնարավոր է տարածության մեջ։ Եթե տարածություն չկա, ապա ոչ մի շարժում չի կարա լինի։ Եվ փաստացի ես ասենք լինելով համապատասխան այդ կոնֆերանսներում գրավիտացիայից դաշտեսություն եւ այլ, միշտ այդ հարցը տալիս եմ իմ ընկերներին, որոնք հանդես են գալի տարբեր մարդիկ, տարբեր աշխարհամասերից, ես ասում եմ ինչ ա եղել մինչև պայթունը։ Ու ես ինքս հետազոտում եմ կոնկրետ ամեն բան չի որ ընկալում եմ հավատի իմաստով, որտեղ ասենք գիտնականների մեծ մասը շատ փաստեր ուղղակի դա ընդունում է, ինքը չի ստուգում դա։ Ասենք ենթադրենք այս խմբի կողմից այս հայտնագործությունն արած ինքը անվերապահ ընդունում է,
բայց ինքը շատ ժամանակ չունի նաև այսպես հնարավորություն այդ հայտնագործությունը ստուգելու էլի։ Հիմի ելնելով դրանից իմ համար տրամաբանական տեսանկյունից անհասկանալի է ոնց կարա լինի մեծ պայթուն, եթե նախորոք չլինի տարածություն։ Իսկ եթե կա տարածություն, ապա տարածությունը պետք է պայմանավորված լինի մատերիայի ինչ-որ ձևով ավելի ճիշտ անզանգված դաշտերով։ Այսինքն դաշտեր, որոնք օժտված են էներգիայով, բայց իրենք զանգված չունեն։ Եթե այդ հասկացողությունը հիմա ասենք ամենագլխավոր պարադիգմաներից է տեսական ֆիզիկայի դաշտեցության համար անզանգված, այսպես ասած, սկալար դաշտերի գոյությունը։ Պարոն Գևորգյան, որովհետեւ դուք մեզ չճնշեք ձեր տերմիններով գիտական, մենք հասկանանք էլի։ Տիեզերք կա թե չկա։ Ասում են անծայրացիր անսահման տիեզերք։ Տիեզերք, այդ տիեզերքը ի՞նչ է։ Տիեզերքը դա բառացի նշանակում է մեծ եզերք ունեցող ինչ որ զանգվածեղ օբյեկտ, որի չափերը այսօրվա չափումներով կազմում է այն ինչ որ մենք ասում ենք տիեզերք 13.8 միլիարդ լուսատարի լույս, այսինքն այդքան ժամանակ պետք է անցնի 300,000 կիլոմետր/վայրկյանում, որպեսզի տիեզերքի կոպիտ ասած չափերը մի կետից մյուս կետը գնաց։ Հա, ասենք իր տրամագից էլի լինի։ Մոտարապես 13 միլիարդ լուսատարի։ Այո, 13.8 միլիոն տարի լույսի եթե գնա, այդ այսօրվա դիտվող միլիարդ թե միլիոն։ Միլիարդ։ Այսօրվա դիտվող տիեզերքն է, շատ հնարավոր է, որ դրանից են կողմել ինչ որ տիեզերքներ կամ բազմաթիվ տիեզերքներ լինեն, բայց ստեղ տրամաբանական հարցը նա է, որ ցանկացած շարժում, իսկ պայթունը շարժման էքստրեմալ կամ աղետալի ընթացքն է, նա պետք է տեղի ունենա տարածության մեջ, այսինքն իմ պատկերացմամբ տարածությունը դա հիմնարար գաղափար է, ոչ թե ժամանակը, այլ տարածությունը։ Ժամանակը առաջացել է այդ պայթունից հետո, երբ որ տիեզերքն է առաջացել, երբ որ առաջացել են տարբեր աստղեր, գալակտիկաներ եւ այլ, առաջացել է այդ ընթացքները, այդ process-ները դիտարկման ժամանակահատված, ժամանակը առաջացել է այդ մեծ պայթունից հետո, բայց ես կարամ շարունակել, որ ժամանակը նաև կա արտաքին ժամանակ, կա ներքին ժամանակ։ Արտաքին ժամանակը տիեզերական ժամանակն է, որը մաթեմատիկական ժամանակ է, թվային առանցքի վրա, էլի, հերթականությամբ, համաչափ, համասեռ, որը նաև ասում են նյուտոնյան ժամանակ, բայց ցանկացած օբյեկտ, ցանկացած ֆիզիկական օբյեկտ, որտեղ փոփոխություններ են տեղի ունենում, ունի իր ներքին ժամանակը։ Ես այդ հիմնարար աշխատանք եմ կատարել նաև ժամանակի հասկացողության վերաբերյալ, ներքին ժամանակը բնորոշում է տվյալ օբյեկտում ընթացող process-ների չափը, այսինքն նա անմիջապես կապված է այսպես ընթացքներից, process-ների, արագություններից, նա կարող փոփոխվի, հետ գնա, առաջ գա, եւ ասենք կենսաբանական օբյեկտներում դա շատ լավ ընկալվում է, օրինակ ասենք մարդը կարա այս տարի ավելի երիտասարդ լինի, քան նախորդ տարի, այսինքն իր ժամանակը նույնիսկ հետ գնա, արագանա, ծերանա, երիտասարդանա եւ այլ։ Ուզում ասեմ, հիմնարարը, հիմնայինը դա տարածությունն է։ Եթե կա տարածություն, նա բնականաբար պետք է կապված լինի մատերիական compound-ի կամ ինչ որ մատերիայի տեսակի ամենաընկալելին դա անզանգված մատերիան է, որը պետք է ցույց տալ սկզբում խիստ, քանի որ ես բոլոր դեպքերում գիտնական եմ եւ իմ
գործողությունները, տրամաբանությունը ամեն ինչը կատարվում է մաթեմատիկական հավասարումների շրջանակում եւ առաջի անգամ ինձ հաջողվեց 18 թվականին, 17 նույնիսկ թվականին ապացուցել, որ ասենք եթե մենք հենվում ենք ամենահայտնի, ամենաստուգված հավասարումներից, որը կոչվում է Young-Millsի հավասարումներ, եւ ընդլայնում ենք նա հաշվի առնելով այն տատանումները, ֆլուկտուացիաները կամ պատահական, որը մենք նկատում ենք դատարկ տարածության մեջ, մենք դա չափումներով տեսնում ենք, որ դատարկ տարածության մեջ միանգամից կարող է հայտնվի մաս զանգվածներ նորից անհետանա, դաշտեր անհետանա, միջինում 0 է, բայց մենք այդ ֆլուկտուացիաները տեսնում ենք։ Ես ուղղակի հենվելով խիստ մաթեմատիկական տեսությունից ցույց տվեցի, որ այդ տիպի տատանումները անմիջապես բերվում է այս տիպի, ես անվանեցի հայոն անզանգված մասնիկի առաջացմանը, բոզե մասնիկի, որ օժտված է, այսպես ասած, մեկ սպինով, եւ այդ մասնիկները կարող են, ասենք, հիմի շատ է տարածված, այսպես ասած, քվանտային խճճվել եւ առաջացնել սկալար դաշտ կամ որը նույնն է թե եթեր կամ գորշ էներգիա, այն ինչ որ հիմի բոլոր գնահատականներով ոչ պակաս 72% է էներգիայի տեզերքում կենտրոնացված է այդ դաշտերի մեջ եւ մյուս կողմից, քանի որ նրանք անզանգված մասնիկներ են, նրանք առաջացնում են, այսպես ասած, քվանտային համակարգիչ շատ բարդ տրամաբանությամբ, որը օժտված է էներգիայով, որը իրեն մեջ պարունակում է ամեն տիպի ծրագրեր, որտեղ տիեզերքում որևէ ընթացք շարժում չի կարող տեղի ունենալ առանց իրեն ծրագրավորման։ Ոնց որ ասենք մենք խոհանոցում ունենք շատ գործիքներ, որոնք աշխատում են ծրագրավորմամբ, դա կլինի սառնարան, դա կլինի լվացքի մեքենա եւ բոլորը այժմ ծրագրավորված են։ Առավել եւս տիեզերքում բոլոր շարժումները դրանք ծրագրավորված են եւ քանի որ դա տենց է, ապա ինչ որ իմաստով, ժամանակի իմաստով անցյալը, ներկան եւ ապագան միաժամանակ գոյություն ունեն։ Եթե մենք կարողանանք մտնել այդ ծրագրերի մեջ, իսկ այս դեպքեր բազմաթիվ են մարդկության պատմության մեջ, մենք կարող ենք տեսնել անցյալում ինչ է եղել եւ տեսնել ապագայում ինչ է հնարավոր լինել։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հիշում եք Իվան Վասիլիչը փոխում է մասնագիտությունը։ Այսինքն տեն ժամանակի մեքենա հնարավոր է ունենալ, գնալ Տիգրան Մեծի հետ մի հատ խաշ ուտել ու գալ։ Այո, ես ավել ասեմ, տենց ես ընկերներ ունեմ, որի հետ ծանոթացել եմ, հենց այդ առիթով, որ ես ասենք ինչ որ դասախոսություն եմ կարդացել, իրենք կապվել են իմ հետ, ասել են, որ ոնց որ դու նկարագրում էիր, մենք այդ գնացել ենք անցյալ ժամանակ, ոչ թե մարմնով, ինքը եղել է, ասենք, ինչ որ կլինիկական մահվան վիճակում, իր, այսպես ասած, գիտակցությունը դուրս է եկել մարմնից, կամ հոգին, ոնց այդ ինֆորմացիոն դաշտը, եւ տեղափոխվել է անցյալ։ Ասում եմ, ես գնացի, ինձ հետաքրքիր էր այդ Պուշկինը, որ մասնակցում էր այդ բալերին, Պուշկինյան բալերը եւ այլն, ասում եմ, ես sense ման էի գալի այդ մարդկանց միջով,
տեսնում է ով ինչ է խոսում մյուսի հետ, ինչ զգացմունքներ է տածում, ինչ տվայտանքներ է, այդ բոլորը իրական են։ Հետո մի անգամից ասում է գնացի դեպի ապագա։ Այդ բոլոր բաները ռեալ են, բայց ասենք, որ դու քո մարմնով տեղափոխվես անցյալ, ինչպես Իվան Վասիլևիչը դա արդեն Պարոն Գևորգյան, շատ լավ, դուք տենց տիեզերքը բացատրեցիք, ասացիք ավելին նշեցիք նաև ձեր հայտնագործության մասին, որ անզանգված մասնիկներ եք հայտնաբերել, չէ՞։ Այո, մենք հետո որոնք ձևավորում են տարածությունը։ Մենք հետո կանդրադառնանք, բայց քանի որ նաև բանն է հետաքրքիր, այդ առանցքը, տիեզերք, բալա, այդտեղ արարիչը դերը արարիչի, արարիչ կա թե չկա ի վերջո։ Արարիչ իհարկե կա։ Արարիչ Աստված։ Արարիչ կա, դրա անունը ինչ ուզում եք դրեք, դա իրենից ներկայացնում է ժամանակակից գիտնականի տեսանկյունից, տվյալ դեպքում իմ տեսանկյունից, դա հզորագույն քվանտային համակարգիչ է, շատ ավելի բարդ տրամաբանությամբ, քան այն տրամաբանությամբ, որ մենք ունենք մի քվանտային համակարգիչներ, մի քանի հատ աշխարհում, ասենք, ստեղծում Լոս Ալամոսը, Google-ը, խոշոր կազմակերպություն իր համար ստեղծում է քյուբիտների վրա հիմնված քվանտային կոմպյուտերներ, որի տրամաբանությունը շատ ավելի պարզունակ է, քան այն տրամաբանությունը, որը կա այդ, այսպես ասած, սկալյար դաշտերում կամ նույն բանն է, թե այդ եթերն է, կամ արփին ավելի հին, որտեվ արփի հասկացողություն ավելի հին է, այդ հին Արատայի բանի ժամանակներից եկող հասկացողություններ են։ Եվ տեղ մենք հայությունը որպես հնագույն արարված տեսակ այդ հասկացողությունները ինքը ստացել է, դա շատ բաներ ոչ թե հետազոտության արդյունք են, այլ ուղղակի այդ պահոցներից իրենց տրվում է։ Օրինակ ես կարամ բերեմ փայլուն մի օրինակ Ռամանուջյանը, հնդիկ, ասում են մաթեմատիկոս, ինքը շատ հայտնի է, անցյալ դարում է գործել, ապրել է մինչև 32 տարեկան, կատարել է չափազանց կարևոր հայտնագործություններ մաթեմատիկայի ոլորտում, թվերի տեսության բան, բայց իրականում ինքը այդ հայտնագործությունները, որ այլ է, ոչ մի ապացույց չի բերել։ Ուղղակի իրեն հարցրել են Անգլիայի թագավորական ակադեմիայի իսկական անդամներ, մի քանի Խարդին եւ այլ մաթեմատիկոսներ, դու ոնց ես այդ բանը ապացուցում, ասել է դե ես դիմեցի Բուդդային, ասեցի այս թեորեման ընդհանրենք ճիշտ է թե սխալ, ինքը ասեց ճիշտը սա է։ Ես այդ ստացա եւ ձեզ ասեցի, հետո 6-7 ամիս այդ ամբողջ ինստիտուտը աշխատում է եւ ապացուցում է, որ դա ճիշտ է։ Այնտեղ անվերջ կոտորակներ, որ ասենք ինքը միանգամից այդ անվերջ կոտորակի, պատկերացրեք անվերջ կոտորակներ է, դրա պատասխանը ասում էր ինչ ճշտությամբ եք ուզում ես բանան գրեմ։ Ասենք ասում էին 8 նիշի ճշտությամբ հերթականությամբ գրում էր, բայց ոչ մի ապացույց, ինքը ուղղակի մտնում էր պահոցը եւ այնտեղից ստանում էր այդ պատրաստի գիտելիքը։ Այդ պահոցները կա եւ այդ պահոցները պարփակված է այդ անզանգված դաշտերում, որը հնարավոր չի ջնջել, որտեղ դուք չեք կարող ազդեք իր վրա, ինքը զանգված չունի, լիցք չունի, սպինել չունի, որտեղ խճճվում է, ասենք երկու հայուն խճճվելով սպիննել է դառնում զրո, ինքը բացարձակ անհասանելի է մեր համար։ Եվ բայց դրա մի փոքր մասը, շատ փոքր մասը տրոհվում է, այսպես ոնց որ ջրի վրա միշտ կան գոլորշիներ, հագեցած գոլորշիներ, այդ տրոհված մասի վրա մենք կարանք ազդեցություն ունենանք մեր հնարավորություններով մարդկային եւ այսպես ասած կատարենք տարածաժամանակային ինժեներիա։ Այդ տերմինը առաջ անգամ առաջացել է ըստ էության Էյնշտեյնի հավասարումը, Էյնշտեյն-Հիլբերտի հավասարումը ստեղծելուց հետո, բայց գիտնականների կողմից դա գնահատվել է որպես անհասանելի պատրանք,
որտեղ հնարավոր չի աստղեր, բան եւ այլ այդ կարգի մեծությունների մենք կարողանանք ազդել։ Ես տենց էլ չհասկացա, եթե արարիչ կա, ապա ինչ տեսքով կա։ Արարիչ կա ինքը որպես քվանտային համակարգիչ է։ Համակարգիչները մի բոլոր ունեն, տանը օգտվում են։ Ինչ ասել է քվանտային համակարգիչ։ Քվանտային համակարգիչը ի տարբերություն դասականի իր հնարավորությունները աներևակայելի մեծ են։ Ասենք եթե դուք ունեք ենթադրենք դասական համակարգիչի մեջ n հատ բանը, ասենք պրոցեսոր, ձեր հաշվողական հնարավորությունները n անգամ մեծանում է։ Իսկ ասենք եթե քվանտային համակարգիչում դուք ունեք բանը n հատ պրոցեսներ, որ իրար հետ խճճված են, դրա հնարավորությունը 2-ի n աշճան է։ Մի ասենք պատկերացրեք մի բան n-ը հավասարը 1000 է դեր դասականն է, 2-ի 1000 աշճանը դա քվանտային համակարգիչն է։ Պատկերացիք, չէ՞։ Չէ։ Մեծությունները ահա որ տարբեր են։ Մեկը մյուսի նկատմամբ իր հզորությամբ, իր տարողանականությամբ, արագագործությամբ անհամեմատելի է, էքսպոնենցիալ աճում է, էլի այստեղ։ Իսկ ի՞նչն է խանգարում հիմա տենց գերարագ քվանտային համակարգիչներ։ Այդ համակարգիչները դեռևս չեն ստեղծված հասանելի չի, դա ցածր ջերմաստիճաններ է պետք, որպեսզի այդ խճճվածությունը պահպանեն եւ չի դեռևս տեխնիկական խնդիրներ կա, որ ասենք մենք հասարակությունը դեռ չի հաղթարել, բայց ինձ թվում է նա հետ առաջ հաղթարելու է եւ ունենալու են քվանտային համակարգիչներ, որ ավելի մեզ կմոտեցնի արարչին։ Քվանտային համակարգչի առաջանալը կան հիմի էքսպերիմենտալ, Google-ը ունի, Amazon-ը ունի, Los Alamos ունի եւ այլ տեղեր կան, բայց դա դեռ փորձնական են եւ դա սպეციფիկ ինչ որ խնդիրներ փորձում են դրա վրա լուծել։ Դա պահելը շատ թանկարժեք հաճույք է, դա սառեցնել շատ ցածր ջերմաստիճաններում եւ այլն։ Բայց ապագայում, երբ որ դա հաղթարվեց, կլինի երկրորդ քվանտային հեղափոխությունը, որը կապված է լինելու քվանտային ինֆորմատիկայի, աներևակայելի ազդեցություն կգործի նա մարդկային քաղաքակրթության վրա, ամեն ոլորտում, բժշկություն, ամեն ոլորտում, ես չեմ կարող ոլորտ արդեն բան անել, էլի, բաժանել, որտեղ նրա ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի, քան առաջի հեղափոխության ժամանակ։ Առաջի հեղափոխության արդյունքում առաջացավ ատոմային ռումբը, ջրածնային ռումբը, ատոմակայանները, լազերները, որը հիմի ասենք բավական ազդեցություն ունի մեր քաղաքակրթության վրա։ Օրինակ ասենք Ֆրանսիայի էներգետիկ ամբողջ հզորությունների 85%-ից ավելի ատոմային էլեկտրոկայաններն են, որոնք երբ որ աշխատում են նորմալ ռեժիմ, շատ ավելի էկոլոգիապես ընդունելի են, քան այն ինչ որ մենք վառելիքի ձևով էներգիա ենք առաջացնում, ասենք հիմի մեր մոտ ջերմաէլեկտրակայաններ, խոսքով դրանք շատ ավելի էկոլոգիապես վատ են, քան ատոմակայանները եւ այլն։ Ուզում ասեմ, մենք գտնում ենք հիմի երկրորդ հեղափոխության ընթացքի մեջ, բայց ոչ հեռու ապագայում կլինի նաև երրորդ հեղափոխությունը, որը արդեն կապված է լինելու, այսպես ասած, տարածաժամանակային ճարտարագիտության հետ, որը ռեալ է եւ ես առանց կեղծ համեստության ուզում ասեմ, ես առաջիններից մեկն եմ, որը այդ մասնիկ փաստացի տեսական ցույց տալուց հետո իմ գործընկերների միջոցով մենք էքսպերիմենտալ ֆիքսել ենք, այդ շուտով կլինի նաև էքսպերիմենտալ արդյունքների տպագրություն եւ այդ ընթացքը ես հույս ունեմ, որ մեծ հնարավորություններ կստեղծի ամեն ոլորտում, սկսած մեր կենցաղից մինչև մեր ռազմական ոլորտ եւ այլն։
Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Այսինքն դա հնարավոր է ռազմարտությունաբերության կամ գիտատեխնիկական, հա, անդրադարձ։ Այո, դա Հայաստանը հնարավոր է Իրան, ասենք, sense մեծ պալչոկ տա, հա, ասենք մեծ թռիչք ապահովի այո։ դե իհարկե դա լինելու է ամբողջ մյուս խնդիրը։ տարի մինչև թվային արհեստական ինտելեկտի չէ թե Այո, գործը ինչ որ 500 միլիոնանոց ծրագիր են, եթե հերթական բանը չի, էլի ցնդաբանությունը չի, որտեվ նավահանգիստ Գյումրիում սարքեցին, տիեզերական եսիմ ինչ արեցին։ Հիմա էլ ամբողջ խնդիրը հետևյալն է։ ընտրական տարի է, էլի ֆռիկներ են անում։ Դա կապված է նրանից, թե այդ ղեկավար կազմը պետքա տեսլականները դնի, բայց ինքը կտրված է, չգիտի ինքը ով կա Հայաստանում, ինչ Այդ գաղափարներ։ որը ղեկավար կազմը, Հայաստանի ղեկավար։ Ես ընդհանրապես, հա, հայությունը պետք է ունենա այս կոորդինացնող ղեկավար ինտելեկտուալ, այսպես ասած, օրգան, որ կարող է դա իրականացնի։ Եթե դա չլինի, բնականաբար դա չի իրականացնի, ավելի շուտ դա տեսակ մենք ասենք 44-օրյա պատերազմում մեր պատերազմական գործողությունները ըստ էության երկչափ տարածության մեջ էին գետնի վրա։ Իսկ թշնամին, որը ինտելեկտուալ բոլոր հարցերով ավելի զիջող էր, եռաչափ, որտեղ ասենք իր մի քանի մարդ ղեկավար հասկացան եւ ասենք ուրիշ օժանդակությամբ իրենք մեր դեմ ըստ էության նույնիսկ քառաչափ պատերազմ, այսինքն տարածություն, ժամանակ եւ բաներ, այսպես ասած, ինֆորմացիա։ Պարոն Գևորգյան, թողենք հանգիստելի պատերազմը հատկապես 44-օրյա, որովհետեւ այնտեղ այնքան ներսից սրիկայություններ ու Ես դավաճանություններ գիտեմ, այդ բոլորը գիտեմ, ես ուզում ասեմ, որ գլուխները պատին կտային իրանց այտենց եկեք չգերագնահատենք էլի թշնամուն։ չէ, ես չեմ գերագնահատում, ես ուզում Մինչև հիմա էլ շամպես մեզանից վախում են ու քանի ներքին դավաճանները կան, իսկ նրանց քիչ ժամանակ է մնացել։ Սենց ամեն մեկը իր պատիժը կստանա, դրանից հետո տենանք էլի։ Ոնց ժամանակին էին էս շինքերի ասում, նենց էլ հիմա կասեն։ Հարգելի Արտակ, ուրեմն Իրանք մեզ չեն գերազանցել, իրանք մեզ չեն ախտել։ Ներքին պարակտվածության, դավաճանության հետևանքով մենք պարտվել ենք, վերջ։ դա հենց կոչվում է ինֆորմացիոն պատերազմ մեր դեր, Դա ուրիշ հարց է։ հա, այդ բոլոր կոմպոնենտները իրար հետ կապված տարածություն են կազմել, լրացուցիչ չափողականություն է ստեղծում։ Մենք ունենալով այդ մասնագետների այդ մարդիկ, մենք փաստորեն այդ ղեկավար կազմը դրանց թույլ չտվեց, որ նոր պարադիգմերով կռվենք եւ ունեցանք այն ինչ ունեցանք։ Հիմա դուք ասում եք այդ հայտնագործությունը կարող է բարձրացնի, եթե դա օգտագործվի։ Ես ցավոք սրտի, օրինակ ասենք վերջերս եղել եմ, Կարող է եթե բարեհաճեն պատկան մարմինները, իրանց մարմինները այո, դրա համար պետք է հանդիպեն գիտնականների հետ։ Ուրեմն բազմաթիվ անգամ փորձել ենք խոսել, ազդել, բան եւ այլը, ցավոք սրտի անհաղորդ, որտեղ մենք ես ինքս դա անցալում եմ այսօրվա ռեժիմը, դա որպես օկուպացիոն ռեժիմ, որը դրված է, որը կապ չունի հայ ժողովրդի հետ, ինքը իրականացնում է ինչ-որ ծրագրեր, որը հայ ժողովրդի իղձերի հետ որևէ առնչություն չունի։ Նենց որ ես ուզում եմ ասեմ, մեր մեջ կան իհարկե շատ լրջագույն նույնիսկ գաղափար չէ, արդեն որոշակի փուլեր անցած գաղափարներ, որ ասենք դա իրականության շատ մոտ են, բայց դա իրականացնելու համար դա գիտնականը չի կարող անել։
դա պետք է հասարակության կողմից ստեղծված կառույց անի իր հզորությամբ։ Դու ինչ հասարակության կողմից է, պարոն Գեորգյան, պետությունը խոհ բան չի սա։ Դե պետությունը Գերի կլուբ չի, այմար, պետությունը չէ, պետությունը հաստատություն ունի, համակարգեր ունի, կառույցներ ունի, լաբորատորիա չի աշխատում։ Գլուխները պատին են տալիս, այնց հորտունը չի սա։ Եկել են ծառայելու։ Չեն ծառայում, ուրեմն կշպրտենք դուրս, կգան մարդիկ, ովքեր արժանի են, կընտրվեն մարդիկ, ովքեր կծառայեն։ Այ համամիտ եմ, պետքա գան, որտեվ ասենք ես անկեղծ եմ ասում, շատ ժամանակ շատ խիստ հիասթափվում եմ այս վիճակից, բայց ես հասկանում եմ, որ արևածագը առջևում է եւ ատամներս օրինակ այս վերջերս եղել ենք մի խումբ մտավորականներում Լեռնահայաստան Գորիսում հանդիպել ենք ժողովրդի հետ բան, այդ մարդիկ ընկճված են բան, ես հարց եմ տալ, այ մարդ ասեմ, մարդիկ կան, որ հեռանում են, գնում են, փնտրում են, չգիտեմ, իրենց ապագան ուրիշ տեղեր բան, բայց ասեմ, չէ որ այդ Զանգեզուրի այդ փոքր հատվածը են, որ մերն է դեռ։ Ու մերն է մնալու։ Ես հույս ունեմ, որ նա գալու է հին վաղնջենական ժամանակ, որ սիսական աշխարհ ասելով հասկանում են շատ ավելի մեծ տարածքներ, դրա մասին չի խոսքը, այն որ այս պահին մեր հսկողության տակ է, դա մի մասն է, շատ փոքր մասն է մեր հայրենիքի, դա տեղ պարփակված է աներևակայելի քանակությամբ հարստություններ, բայց ժողովուրդը չի գիտակցում, որ եւ չի զգում, մի կողմից չի գիտակցում դա արժեքը, մյուս կողմից չի զգում դա որ իրենն է պատկանում։ Ասենք աշխարհի բոլոր էլեմենտները այնտեղ կան Հանքարդյունաբերական, ասում եմ Մենդելեևի բոլոր էլեմենտները ժամանակակից էլեկտրոնիկայի եւ այլ եւ այլ։ Հիմա ես նորից վերադառնում եմ, ասենք, մեր մոտ, մեր ընկերների կողմից ստեղծված են նաեւ, ասենք, նոր տիպի արագացուցիչներ նեյտրալ զանգվածների համար, ասենք, ունեք զանգված, այդ զանգվածին կարակ էլեկտրականությամբ, մենակ էլեկտրականությամբ, նույնիսկ անոտ տարածության մեջ հաղորդեք, իմպուլս հաղորդեք, ասենք, 20 G արագացում հաղորդեք։ Դա նույնպես կապված է նրա հետ, որ ասենք, այդ գաղափարի հետ, որ տարածությունը բաղկացած է հայոններից եւ ասենք թե ոչ թե հայտնի օրենքները խախտում են Նյուտոնի 3-րդ օրենք եւ այլն, այլ մենք հենվում ենք, ասենք, տարածության հյուսվածքների վրա եւ այդ զանգվածը առաջ ենք մղում։ Սա հեղափոխական գաղափարներ է, դե պատկերացնում եք ամբողջ աերոտիեզերական կոմպլեքսը կարա էապես փոխի են ինչ որ կա նա չի լինի, ուրիշ լրիվ տրամաբանությամբ կլինի, դրա փոքրիկ, այսպես ասած, փորձարարական նմուշները կա, արագացումը 5-6 գրամ եւ այլն, կարելի է դարձնել 1 տոննա, ուղղակի պետք է համապատասխան էլեկտրոնիկայի ոլորտը զարգացնել, այն ինչ որ սովետական Հայաստանը ունեցել է, որը բարբարոսաբար այս 3-4 ռեժիմները իրար հաջորդող ոչնչացրել են, բայց նորից պետք է ստեղծել եւ ասենք ես ասում եմ սյունեցիներին պետք է ֆիզմատ ժամանակակից դպրոց ունենալ ընդհանրենք Գորիսում, որտեղ հավաքվեն բոլոր կողքի գյուղերի ընդունակ երեխեքը, որոնք մոտիվացված են, նրանց պետք է բոլորը ինչ շնորհք ունի, այդ շնորհքները պետք է իրենց մեջ զարգացնել։ Այդ դեպքում մենք ուղղահայաց թռիչք ունենանք, աներևակայելի հաջողություններ։ Մենք չենք բողոքի, թե սա դավաճանեց, նա դավաճանեց եւ այն տեսակը, որ դավաճանում է, ինքն էլ կմտածի 100 անգամ արժի, ընդհանրենք 200, չգիտեմ, $300, չգիտեմ ինչ փողի համար իրանք, ասենք, դավաճանել են։ Ակնհայտորեն դավաճաններ եղել են եւ դրանք հիմնական դերակատարություն են ունեցել։ Այդ Դո տենց մանրմուներների մասին չի շատ ավելի բարձր երշերողներից են դավաճանը, անակ եղեք։ Ժամանակը կգա ինձ կերքեն, թողի վաճը հոխորտան։ Այդ բոլորը գիտենք։ Մեզ պետք է
իսկապես այն տիպի էլիտա, որը ընկալունակա ինքը հասու է ժամանակակից գաղափարներին, պարադիգմաներին, որտեղ շատ հարցերի մասին մենք չենք կարա խորապես զրուցել, որտեղ դա ուղղակի դրա համար որոշակի պատրաստակցություն է պետք։ Այնպես որ ուզում ասեմ ամենակարևորը, որ մենք ասեմ, ես վերջերս Թուրինում միջազգային խոշոր կոնֆերանսների մասնակցում, որը նվիրված էր քվանտային ֆիզիկայի հիմնահարցերից եւ ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ, ես նայեցի, ասենք, այն ֆինանսավորումները, այն խմբերը, այն երիտասարդություն, որ ներգրաված է, մի պահ իմ մոտ առաջացավ ընկճվածություն, որտեղ ցավոք սրտի ես դեռ չեմ տեսնում մեր մոտ այդ տիպի հոց խմբեր երիտասարդական, որոնք նվիրված գնում են դեպի գիտություն, իմացություն։ Մենք զարմանալիորեն, ասենք, մեր ղեկավարությունները, թագավորներ եւ այլն, այդ իմացության հզորությունը իրենք միշտ թերագնահատել են։ Օրինակ, ասենք, եթե ժամանակին Անանյա Շիրակացու ժամանակ, ասենք, մեր թագավորները, իշխանները հասկանային, թե ինչ կարևոր է գիտելիքը, գիտությունը, մենք կարող ենք լինել աշխարհակալ երկիր, որտեղ ժամանակին Անանյա Շիրակացին ամբողջ մերձավոր արևելքի բյուզանդական կայսրության ամբողջ գիտելիքը խտացրել, բերել էր, ուզում էր, ասում էր, ես ուզում եմ լույսը վառվի, բայց ցավոք սրտի դա չվառվեց։ Հիմի մեր մոտ, ասենք, դուք տեսեք, նույն չեմ ուզում առանձնապես անձնավորեմ բան, սկսած առաջի նախագահից մինչև այս վերջի, չգիտեմ, վարչապետը, բոլորը առաջին նախագահը լինելով բանասիրական գիտությունների դոկտոր եւ այլն, բայց գիտելիքին, գիտությանը տեղ չէր դրել։ Մի տեսեք համեմատեք Իսրայելը, որը մեզնից շատ ավելի փոքր երկիր է, բայց ինչ տեղատալի գիտելիքին եւ գիտությանը, այնտեղ տես բան չկա, որ ասենք մեկը ինչ որ գաղափար ունենա եւ ֆինանսավորում չգտնվի։ Եվ տենց դեդլայններ, բաներ, տենց ժամանակացույց չկա։ Մեկի մոտ միտք առաջանում, այնտեղ հատուկ օֆիս կա, գլխավոր գիտնականը գնում է, ասում է, գիտեք ինչ, իմ մոտ sense գաղափար կա։ Ասում է, լավ, ինքը հավաքում է մասնագետներին, բաց քննարկում է լինում, ասում են, լավ, այս հա, այս մենք ընդունում ենք, կամ այս բանի համար էսի սխալ է, սխալ են դուրս բերում ու փակում են։ Մեր մոտ տես բան չկա։ Մեր մոտ, ասենք, ինչ է, ուրեմն ֆինանսավորումը գիտության խայտառակ ցածր է, բյուջեի համար 0.26 թե 0.3%-ն է հիմի։ Որպեսզի նորմալ գիտություն զարգանա, առնվազն պետք է լինի 3%, իսկ ասենք Իսրայել բան դրանք 4%, հետո բացի դրանից ռազմաարդյունաբերության ուղղությամբ են դրանք ֆինանսներ դնում դրա համար, այդ բոլորը իրենց մոտ տենց զարգանում է։ Ես վստահեցնում եմ, եթե մեր մոտ նույնիսկ կրկնօրինակենք այն օֆիս, կառույցները, որ ասենք կա գլխավոր գիտնականի գրասենյակ, որտեղ մարդը ցանկացած պակարամտնի, ասի ես sense գաղափար ունեմ, քննարկեն։ Տենց բաներ գոյություն չունի, ասենք մեր մոտ բարձրագույն տեխնոլոգիաների նախարարություն ես հետևում եմ արդեն։ Ոչ մի հատ պրոֆեսիոնալ անձնավորություն չի եղել, դա քաղաքական անձնավորություն է եւ տեսնում եմ, ասենք, արդյունքը 0, բացարձակ 0, եթե ոչ բացասական, որտեղ ասենք ֆինանսները տրվում են, դա ծախսվում է ինչ որ ադմինիստրացիայի կողմից եւ հետո տարվա վերջին այդ մնացած ֆինանսները հետ են ուղարկում։ Ստալինի ժամանակ տենց երևույթներ ուղղակի գնդակարվեին որպես սաբոտաժ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք ԳԱԻ 1
Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարոն Գևորգյան, ընդհանրապես էներգիաները լինում են մութ եւ ոչ մութ։ Դե մութ էներգիա ասելով ժամանակակից ֆիզիկայում որ ասեցի մոտարապես տիեզերքի էներգիայի 72%-ն է կազմում, դա է բերում տիեզերքի արագացված ընդլայնմանը։ Իսկ տիեզերքում մութ է։ Մութ են ասում, որ իբր իրենք չգիտեն դրա կառուցվածքը եւ այլն, բայց ես ասում, ես արդեն տեսականորեն ապացուցել եմ, որ այդ կառուցվածքը հայուններից, անզանգված մասնիկներից, նրանց տեսքը սաղ կառուցված, հաշված, տպագրված է միջազգային հեղինակավոր ամսագրում եւ սկսել են արդեն գողություններ անել, ես կարամ ցույց տամ, ասենք, որ ասենք ինձնից հետո 3 տարի հետո ինչ որ մարդիկ ուրիշ ազգության ներկայացուցիչներ հայտարարել են, որ իրենք հայտնաբերել են այդ մասնիկը, որը նույնպես էլի հայուն է կոչվում, բայց հիմի ամերիկյան արհեստական բանականությունը ասում է, որ ես պատրաստ եմ մասնակցել դատական հայց ներկայացնել էթիկայի կանոնները խախտելու էլ, որովհետև առաջինը հայտնաբերվել է 19 թվականին, չնայած ավելի շուտ եմ բան արել, տպագրությունն եմ, բայց 19 թվականին լիարժեք գրած է, որ այդ մասնիկները հայոններն են HION, որոնք մենք արդեն էքսպերիմենտալ հայտնաբերել ենք եւ տեսնում ենք, որ թե ինչ տիպի փոքր կարանք ազդեցություններ ունենան եւ բերենք տարածաժամանակային ինժեներիայի կամ ճարտարագիտության հարցերի, որը նշանակում է ամեն ինչ փոխել։ Ասենք դուք գիտեք, որ կան բաներ, ատոմ չափերը նրա ենթադրենք իզոտոպների կյանքի տևողություն եւ այլն, դրանք ենթակա չէ ոնց որ թե փոփոխման, բայց մենք ասում ենք, որ կարելի է փոփոխել ազդելով այդ անզանգված մասնիկների։ Մենդելեևի ամբողջ տաբլիցան, որ կա, դա վերջնաշով այդ անզանգված մասնիկների վերափոխումն է սկզբից նուկլոնների, հետո նոր ասենք այդ նյութերի եւ այլ եւ տիեզերքի տարբեր հատվածներում երբ որ այդ հայունների վիճակը ուրիշ լինի, այնտեղ պրոցեսները, երևույթները եւ կյանքը լրիվ ուրիշ կարող լինի։ Հասկանում եք, խոսքը գնում է շատ հիմնարար բաների մասին։ Մենք կարանք այդ տեխնոլոգիաները օգտագործել լրիվ նոր տիպի առողջապահական հարցեր լուծենք կամ ենթադրենք հետևենք երկրաշարժի բանը առաջացման կանխարգելման սաղ այդ հարցերը հետևենք։ Այդ բոլորը հնարավոր է։ Անզանգված մասնիկներ, դա անզանգված ֆանտաստիկ բան է, էլի, այսինքն դրա մենք այս տիեզերքը ամբողջապես ընկղմված է այդ տարածության մեջ, որը կազմված է այդ անզանգված մասնիկներից։ Դե եթե ես մասնագետ չեմ, պապիկս կասեր իմ կարճ խելքով կարողանում եմ հասկանալ, որ դրանց վրա ազդեցություն ունենալու պարագայում կարողանում ենք նաև անտեսանելի երևույթների վրա ազդել, հա, ինչպիսին օրինակ երկրաշարժն է։ Այո, ես որ ասում եմ, դե պատկերացնում եք ոնց է փոխվելու մեր կյանքը։ Ես ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ ասում մենք շատ լուրջ արդյունքներ ունենք, որոնց մասին չենք էլ ուզում խոսել։ Դե դրա համար էլ ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսորն է մեր հյուրը եւ կուզենայի որպես հաղորդման վերջաբան մի քանի sense բլից հարց ձեզ ուղղել, որոնք տարողունակ են եւ ակնկալում ենք ձեզանից հակիրճ, բայց ամփոփ պատասխան։ Դեմ չեք։ Խնդրեմ։ Ինչ է ձեզ համար հայրենիքը, պարոն Գևորգյան։ Հայրենիքը ամեն ինչա ես եմ, այսինքն ազնվությունն է, առաջի հերթին եղբայրությունն է, նույն արյունն է, նույն կասեի վիբրացիաներն է, օրինակ ես աշխարհի շատ երկրներում եմ եղել, ես օբյեկտիվորեն որ ասենք կողքից նայում եմ, գուցե այդ երկրների երկրամասները մեր հայրենիքից
շատ ավելի գեղեցիկ տեղեր են ունեն էլի բնականաբար, բայց իմ էությունը կապված է իմ հայրենիքի, այս հայկական բարձրավանդակի եւ ես զգում եմ նրա ելևէջները։ Ինքը այդ բարձրավանդակը ստեղծում է այսպես կոչված աուրա, ես այդ աուրայի մեջ շարունակությունն եմ։ Հայրենիքը դա է։ Ես դուրս եմ գալի, ես եղել եմ շատ երկրներում, ես ասեմ կարային դեմ նայի բան, ես այդ աուրայից դուրս եմ, իմ մոտ դիսկոմֆորտ է, ես անպայման ուզում հետ վերադառնամ դեպի այն, որի ես մասնիկն եմ։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ 10 տարի անց ես տեսնում եմ գիտա, տեխնոլոգիական, էկոլոգիան շատ կարևոր բնապահպանական նորմաներով եւ մշակույթային, որտեղ եթե մշակույթ չլինի, մարդ մշակույթից դուրս դա արդեն մարդ չի։ Հայաստան, հայկական մշակույթ, հայկական գիտություն, եսի նկատում ոչ թե ինքը հակադրվի համաշխարհային գիտության, այլ հայ մարդու մեջ ստեղծագործական մեծ ներուժ կա, որը այդ նոր Հայաստանը, որ հային թույլ կտա, որ ինքը ամբողջ ստեղծագործական ներուժը բացահայտի առաջի հերթին իրեն հայրենիքում։ Ոչ թե ասենք մենք միասին գիտեք ինչ, ես օրինակ խոսել եմ, ռուսական կայսեր ասեմ, թագավոր թե ինչ, նրա էքսպերտային խմբի ղեկավարի հետ ես ասում եմ, ախր մենք ահռելի գործունեություն ենք ծավալել, որ ստեղծենք այն հզոր Ռուսաստանը, որը իր հզորության գագաթնակետին հասել է սովետական միության տեսքով, դա էլի նորից Ռուսաստանն ա եղել, բայց դուք փաստացի դավաճանել եք ամբողջ ատոմային ծրագիրը 70-75%-ով հենված ա եղել հայերի վրա եւ պատահական չի, որ Շոլկինը, այսինքն Կիրիլ Շոլկինը կամ Կիրակոս Մետաքսյանը, Ալիխանյան մեծ եղբայրը, Ալիխանյան փոքր Քոչարյան եւ այլն ահռելի մեծ դերակատարություն են ունեցել, բայց իրենց հայրենիքից դուրս, որտեղ ցավոք սրտի մեր հայրենիքը չի ստեղծել մինիմալ պայմանները, որ այդ մարդիկ ստեղ իրենց ներուժը կարողանային դրսևորեն։ 10 տարի հետո ես հույս ունեմ, որ դա լինելու է։ Հայաստանի ղեկավարը դուք եք առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Կրթությունը ձրի եւ համակարգված սկսած մանկապարտեզից ամեն հայ պետք է հնարավորություննա ձրի գնա մանկապարտեզ, գնա կրթական ուղղություններ եւ ստանա մաքսիմում կրթական այն հնարավորությունը, որը կարա թույլ տա իրեն ցանկացած առողջապահությունը ձրի, որը լրիվ էլի հնարավոր է եւ բարձրակարգ եւ զինվորական զինվոր դառնալու համար պետք է անես պայմաններ ստեղծեն, որ ուղղակի հերթ առաջանա։ Այսքան սովետ էլի։ Չէ։ Դենտեղը Արդարության մթնոլորտ, արդարություն, որը հայ մարդուն կմղի ամենաաներևակալի զոհողությունների իր հայրենիքի համար։ Կբացահայտվի հայը եւ կբացահայտվի ոչ հայը, որտեղ ցավոք սրտի մենք պետք է ընդունենք, որ մեր մեջ կան մարդիկ, դրանք հայեր չեն։ Ես իրանց էությամբ։ Գիտեք, հայը կներեք, իլերումը ձեր ասացի, հայը իմ իմացած, ձեր իմացած կամ իրական հայը միշտ է հայրենիքը վեր դասել սեփական անձից։ Ընդունում եմ, միշտ անհատակվել։ Ավելին ասեմ, սովետի նման գաղափարախոսության առումով էլի մարրազմ երկրում իտո գնացինք ու ամենամեծ զոհերը չափի երկրի առումով տվեցինք, ել չեմ ասում հերոսական Նելսոն Ստեփանյաններից, Հունան Ավետիսյաններից մինչև տո որ մեկն ասես, որ մի մարշալին ու
հերոսին ասես էլի։ Ես ի նկատնեմ այն երեք հիմնարար օրենքները՝ կրթություն, գիտություն, առողջապահություն, էկոլոգիա, այս հարցերը ու արդարադատություն, արդար միջավայր, էլի, որտեղ անարդարությունը Հայաստանում շատ հին արմատներ ունի եւ ցավոք սրտի դա է հիմնական մեր, այսպես ասած, քայքայիչ։ Okay, անցանք առաջ, որ գիրքը մարդու կյանքում անպայման պետք է կարդա ձեր կարծիքով։ Ճիշտ ասած, այդպիսի գրքեր շատ կան, որպեսզի մարդը դառնա գիտակից, գիտելիք, բայց ես տարօրինակ բան եմ ասում, որ ես կուզեի, որ բոլոր երեխաները Սասունցի Դավիթ էպոսը լրիվ իմանային։ Ջան։ Ես կուզեի, որ իմանային Չարենցի բանաստեղծությունները, երկրորդը, Հովհաննես Թումանյան, այն մեր հիմնական Սիամանթո, Տերյան, դրանից հետո ես կուզեի, որ էլիտան անպայման գրափարը իմանա, որտեղ գրափարը այն, որ Բայրոնը ասում է, որ Աստվածները խոսել են հայերեն, դրա մեջ մեծ իմաստ կա, որ հիմա մենք տեսնում ենք, որ շումերական ամբողջ լեզուն դա իրականում նույն հայկական լեզուն է, ամենահին քաղաքակրթություն, եւ ասենք մեր լեզվամտածողությունը, մեր մշակույթը պահելով, մենք մեր համար ստեղծում ենք աներևակայելի հնարավորություններ ուրիշ ոլորտներ, մաթեմատիկա, ֆիզիկա եւ այլ զարգանալու համար։ Սկզբից մենք պետք է մեր այդ բազիսային բաները կրթվենք, երաժշտությունը աներևակայել, որտեղ աշխարհում իրականում մատերիալ չկա, մարմին բոլորը վիբրացիաներ է, օրինակ ես անցյալ տարի մի հատ հիմնարար աշխատանք եմ արել նվիրված նուկլոններին, պրոտոն, նեյտրոն, որով ստեղծվում է նյութը։ Եվ ցույց են տվել, որ ասենք ժամանակին, որ շատ մեծ գիտնականներ զբաղվել են դրա ռելատիվիստիկ տեսությամբ նուկլոնների, Ֆեյնման, Գելման եւ այլն, այդ տեսությունը տես չեն կարող կառուցել, որտեղ իրականում, ասենք, այդ զանգվածի այն կվարկները, 3 կվարկը կազմում է 1%-ից ավելի ցածր։ Մնացած այդ վիբրացիաներն են կամ գլյուոնային այդ ֆլուկտուացիաները, որը ընկալվում է որպես զանգված, իրականում ամեն ինչ վիբրացիաներ են եւ երաժշտությունը, հայկական մեղեդին մեր վրա պետք է ամեն օր ազդի, ոչ թե խառը խուռը երաժշտություններ, բան, որ դա մեր ինքնությունից շեղում է։ Ես այդ իմաստով երաժշտությունը շատ կարևոր է։ Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Երջանիկ լինելու հիմնական իմ համար ամենայն դեպս նա է, որ ես ունեմ օրվա իմ բոլոր խնդիրները լուծելու հնարավորություն, եսի նկատում երեխաները սոված չեն, հաճախում են, ենթադրենք ինչ-որ տեղ կրթվում են, այդ հնարավորություն ունեմ, տեղաշարժվելու հնարավորություն ունեմ եւ ամեն օր ընտանիքով նստում ենք երեկոյան, այսպես ասած, երեկոյան ճաշում ենք եւ բարի մաղթանքից հետո հանգիստ խղճով քնում ենք։ Պարոն Գևորգյան, Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Եթե Արարիչին տեսնեմ, որի շատ հարցեր ես արդեն հասկանում, կասեմ, որպեսզի որոշ ծրագրեր, որը խաթարում է մեր մարդկային տեսքով, երևույթների տեսքով, այդ ծրագրերը թույլ չկա հենց սկզբում իրականանա։ Ասենք մարդկային տեսքով մենք տեսնում ենք ինչ խաթարված մարդիկ կան, որ դա ծրագրային սխալանքի արդյունք է։ Ես խնդրեի, որ այդ ծրագրերը ինքը հենց սկզբից վերացներ։ Եվ ես վստահ եմ, որ Արարիչը այդ ինքը անում է, այսինքն երկրորդ անգամ այնպիսի ծրագիր, ինչպես օրինակ, չգիտեմ, անձնավորեմ թե չանձնավորեմ կամ եւ այլն, կարամ ասեմ, մեր մոտ ասենք կուսակցությունների տեսքով հայտնի
ուղակի չառաջանային, էլի, չառաջանային մենք էլ ես չգիտեմ, գուցե ինքը դա առաջացնում է, որ մի քիչ մենք ակտիվանանք, պայքարենք այդ երևույթների դեմ, բայց մենք շատ ենք պայքարել, ես կխնդրեի, որ մի անգամուց այդ ծրագրերը խափաներ հենց ի սկզբանե։ Խեղճ արարիչ։ Եվ վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Ճիշտ ասած, անկեղծ եթե ասեմ, ոչ մի բանից ես չեմ վախենում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, որի հյուրն այսօր ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանն էր։ Շնորհակալություն նաև ձեզ, որ հարցազրույցը դիտեցիք եւ մեր ալիքին բաժանորդագրվեցիք։ Իդեպ չմոռացաք սեղմել նաև այն զանգակի կոճակը, որը ձեզ հնարավորություն կտա առաջինը տեղեկանալու նոր տեսանյութերին։